Արկղում դասավորված են քաղվածքները, կնիկները, ուղեցույցները։ Վաղարշաբաթի թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովներին տրամադրվելիք գույքը դասավորել է, հանձնաժողովի անդամները վերջին քվեաթերթիկների բաշխման աշխատանքներն են կատարում։ Ընտրությունների նախորդ օրը մարտի 29-ին, ինչպես օրենքն է սահմանում, տեղամասային հանձնաժողովները կկահավորեն ընտրատեղամասերը։ Ընտրատեղամասերի նախագահներին հերթականությամբ հրավիրելու են, արկղով գույքը տրամադրելու են, ընդունում ազդման ձևաչափով։ Վերջին 2021 թվականի դեկտեմբերի 5-ի թիմ ընտրությունների համեմատ Փարաքարում ընտրողների թիվն ավելացել է մոտ 1500-ով։ Ընտրատեղամասերը 16-ն են, ի տարբերություն Գյումրու, որտեղ 82 տեղամաս կգործի։ Բոլոր ընտրատեղամասերը նշված գույքից բացի հագեցած կլինեն նաև տեսահսկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Փարաքար համայնքում 37 տեխնիկական սարքավորում կլինի, Գյումրիում 194։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրություններից 10 օր առաջ, այսինքն ինքնաբացարկի ժամկետի ավարտից հետո ապահովել է քվեաթերթիկների տպագրությունը։ Երկու համայնքում էլ քվեարկությունը կազմակերպվում է առանձին քվեաթերթիկների միջոցով, այսինքն յուրաքանչյուր կուսակցության ու դաշինքի համար տպագրված է առանձին քվեաթերթիկ կուսակցության կամ դաշինքի հերթական համարով եւ ցուցակի առաջին 3 թեկնածուների անվանումներով։ Հանձնաժողովի անդամը պարտավոր է աճման կամ նվազման կարգով դասավորված քվեաթերթիկներից մեկական տրամադրել ընտրողին, որը չի կարող հրաժարվել դրանք ստանալուց։ Քվեախցիկում ընտրողը վերցնում է նախընտրած իր կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, առանց ծալելու տեղադրում է քվեարկության ծրարի մեջ, մնացած այն չօգտագործվածները քվեախցիկում կա հատուկ ասենց գրպանիկի նման տեղ, արկղ կարող ենք ասել, այդ չօգտագործված քվեաթերթիկները պետք է գցի այդ արկղի մեջ եւ քվեարկության ծրարը, եւ ստեղ խնդրում եմ, որ մեր հարգելի ընտրողները շատ ուշադիր լինեն իրենց քվեարկության կտրոնի նկատմամբ։ Պատրաստ են նաև տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված բրայլյան գաղափարները։ Նունե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման ընթացքում իրականացրել են դրանց փորձնական կիրառությունը։ Այս օրերի ընթացքում վերապատրաստումներ են անցկացրել ինչպես հանձնաժողովների անդամների, այնպես էլ նախագահների, քարտուղարների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմերի համար։ Հրապարակվել են նաև տեղեկատվական պաստառներ, որոնք կօգնեն ընտրողների կողմնորոշմանը։ Ունեք ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների հերթական համարները եւ անվանումները պարունակող տեղեկատվական թերթիկ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կարող են մասնակցել ինչպես քաղաքացիություն չունեցող անձիկ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող, այլ պետության քաղաքացիություն ունեցող անձիկ։ Մենք Փարաքարի ընտրություններին մասնակցող 524 անձ ունենք, ովքեր ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, 13 փախստական, որոնք ոչ թե ժամանակավոր պաշտպանության կարգավիճակով են, այլ Լեռնային Ղարաբաղից բռնիչը տեղահանված անձ հանդիսացող այլ փախստականներ են, 164 օտարերկրապետության ներկայացուցիչ ունենք, որոնցից գերակշիռ մեծամասնությունը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Գյումրիում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող քաղաքացիների թիվը 1060-ն է, կան նաև 25 փախստականի կարգավիճակ ունեցող եւ 2173 օտարերկրյա քաղաքացիներ։ Ընտրություններից 7 օր առաջ հրապարակվել են վերջնական ցուցակները։ Նախնականի համար թիվը փոխվել է։ Դրանց ճշգրտմանը նպաստել է նաև ներքին գործերի նախարարության շրջիկ խմբերի աշխատանքը։ Սրա արդյունքում Գյումրիում օրինակ 116666 ընտրողից թիվը հասել է 111236-ի։ Հնարավոր լինեն դեպքեր, երբ ընտանիքի անդամը մահացած է, բայց անունը դեռևս առկա է ընտրողների ցուցակում, սա սովորաբար որակվում է որպես դավադիր մոտեցում, հատուկ, կեղծիք եւ այլն, բնականաբար նույնիսկ եթե մահացած անձի տվյալը առկա է ընտրողների ցուցակում, դա որևէ կերպ շահարկվել չի կարող։ Դրա պարզ պատճառներից մեկը այն է, օրինակ, որ անձը մահացել է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ ընտանիքի անդամը կամ հարազատը մահվան վկայականը չի մոտեցրել։ Իսկ եթե ընտրության օրը պարզվի, որ լրացել է անձնագրի ժամկետը, քաղաքացին կարող է մոտենալ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանում եւ ստանալ տեղեկանք։ Ի դեպ, դրանք կաշխատեն ինչպես շաբաթ, այնպես էլ կիրակի օրերին։ Բացի դրանից, առաջին անգամ երկու համայնքներում էլ կգործի ծառայության շրջիկ գրասենյակը։ Գյումրիում մեքենան տեղակայված կլինի Վարդանանցի հրապարակում, Փարաքարում մեքենան տեղակայված կլինի համայնքապետարանի հարևանությամբ եւ անձը ազատ է ընտրելու մոտենալ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության
քաղաքացիական տարածքային ստորաբաժանում, թե մոտենալ շրջիկ մեքենային եւ բոլորովին նույն ծառայությունները կմատուցվեն նաեւ շրջիկ գրասենյակի ձևաչափով։ Չի բացառվում, որ մեծ թվով դիմումների դեպքում շրջիկ մեքենան տեղաշարժվի ահազանգի հետքերով։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։